Ավելի քան 50 տարի է Մեծ Բրիտանիայում կատարում են դիակային դոնորներից կենդանի մարդուն օրգանների փոխպատվաստում։ Վիրահատություն, որը կյանք է փրկում, բայց Հայաստանում դեռևս նման վիրահատություններ չեն իրականացվում։ Արաբկիր բժշկական համալիրի հրավերով Մեծ Բրիտանիայից մասնագետներ են եկել Հայաստան, հանդիպելու հայ մասնագետների հետ ու ներկայացնելու իրենց փորձը։ Նրանք մեր հրավերով ժամանել են, որպեսզի երկու հարցի անդրադառնանք։ Առաջինը աշխատենք ուղեղային մահվան ախտորոշման օրենքում առաջարկվող փոփոխությունների վրա, համապատասխանեցնենք միջազգային ստանդարտներին, եւ երկրորդը աշխատենք մասնագետների վերապատրաստման վրա, որպեսզի նրանք նույնպես համապատասխանեն միջազգային ստանդարտներին։ Հայաստանում մինչև այժմ ուղեղային մահվան արձանագրման դեպք չի եղել։ Հենց ուղեղային մահվան արձանագրումից հետո են մահացածի օրգանները փոխպատվաստում մեկ այլ անձի։ Բրիտանացի մասնագետները եկել են ներկայացնելու ինչպես է տեղի ունենում ուղեղային մահվան արձանագրումը։ Ապահովությունն ամենակարևորն է։ Ամեն անգամ, երբ մենք նման ախտորոշում ենք դնում, պետք է 100%-ով վստահ լինենք, որ ճիշտ ենք։ Հիմա աշխարհն ահռելի մեծ փորձ ունի, ինչպես կարելի է ապահով դարձնել այս ախտորոշումը։ Հայաստանում հանրության շրջանում որպես մարդու մահ հասկանում են ավելի շատ սրտի կանգը, այնինչ եթե սրտի կանգի դեպքում այն հնարավոր է վերականգնել, ուղեղի մահն անդառնալի է համարվում։ Բրիտանացի մասնագետից հետաքրքրվեցինք ուղեղի մահվան արձանագրման դեպքում արդյոք սխալներ լինում են ու որքան է դրանց հավանականությունը։ Սխալները շատ հազվադեպ են լինում, եւ դրանք գրեթե միշտ լինում են, երբ սխալը տեղի է ունեցել մահվան ախտորոշման ամենավաղ փուլում։ Մեր հանդիպման ընթացքում մենք ներկայացրինք մեր փորձը, ինչպես անել, որ սխալներ չլինեն։ Մենք ունենք ինտենսիվ թերապիայում աշխատող բժիշկների կրթման կարիք, ովքեր կարող են հստակ ախտորոշել ուղեղային մահը։ Բացի դրանից շատ մեծ նշանակություն ունի նաև փոխպատվաստման կոորդինատորները, այսպես ասած համակարգողները, որոնք պետք է գտնեն համապատասխան պացիենտներին, խոսեն, ներկայացնեն իրավիճակը տվյալ պացիենտի ընտանիքի անդամներին եւ կազմակերպեն հետագա գործունեությունը փոխպատվաստման։ Արաբկիր բժշկական համալիրում բրիտանացի եւ հայ մասնագետների համատեղ հնգօրյա թրեյնինգները հագեցած են եղել, ունեցել են հանդիպումներ, քննարկումներ, տեսական եւ գործնական թրեյնինգներ։ Բուժկենտրոնի անեսթեզիոլոգ ինտենսիվ թերապևտ Վահե Խառատյանի խոսքով այդ հանդիպումների ընթացքում համոզվել են Հայաստանին ավելի մոտ է Բրիտանիայի օրենսդրությունն ու փորձը ու կշարունակեն համագործակցությունը Մեծ Բրիտանիայի հետ։ Մեր վերջնական նպատակը նա է, որ ձևավորենք խումբ, որը մյուս տարի կայցելի Մեծ Բրիտանիա եւ այնտեղ կանցնի վերջնական թրեյնինգները։ Վերադառնալով Հայաստան, այդ խումբը արդեն ինքը կսկսի սովորեցնել մյուս մասնագետներին։